Ողջույն հարգելի հեռուստադիտողներ, 21 TV եթերում աշխատանք սկսում է Ձինա այդ նախագիծը եւ ինչպես միշտ Ակոպովն ձեզ համար նախապատրաստել է երաժշտական բացառիկ թողարկում, ունեմ շատ սպասված հյուր, որ ընդամենը 1-2 օրով է հայրենիքում, բնականաբար գողացել ենք, մեզ մոտ տաղավարում է լինելու եւ իհարկե ոչ միայն պատմելու, այլ նաեւ պրեմիերա է ներկայացնելու։ Նրա մասին րոպեներ անց, որովհետեւ այս բան մեծագույն սիրով պետք է շնորհավորեմ ըստ ֆորմատի օրվա բոլոր հոբելյարներին լավագույն բարեմաղթանքներով առողջ եք լինում լավ մարդկանց շրջապատում Աստծո օրհնությամբ եւ բացառապես 21 TV-ի հետ։ Հատուկ ձեզ համար տեսաղոլովակ եւ տեղեկացնեմ, որ տեսաղոլովակի տաղանդավոր հերոսուհին արդեն ինձ մոտ տաղավարում է։ Ում մասն է խոսքը կիմանաք հենց հիմա։ Сердце тихо умирает, если нет тебя. Мне любви другой не надо, лишь твоя. Я в твою любовь так верю, ты такой один. Так давай откроем двери в новый мир. А тебе все мои песни, ты мне улыбнись. Я тебя ждала так долго, я ждала всю жизнь. Мой родной, с тобой хоть на край земной. Босиком за счастьем по следам твоим. От тоски, от грусти меня укрой. И согрей теплом своей любви. Хоть на край земной, босиком за счастьем по следам твоим. Мы одной, с тобой связаны судьбой. Ты моя душа, мой целый мир. Вижу трепет и заботу я в твоих глазах, а в объятиях таю, словно в облаках. Были ссоры, были слезы, это не беда. Если любишь, то прощаешь все всегда. Самый милый, самый нежный, рада, что ты здесь. Ты мне стал как воздух свежий, счастье все же есть. Мой родной, с тобой хоть на край земной. Босиком за счастьем по следам твоим. От тоски, от грусти меня укрой. И согрей теплом своей любви. Мой родной, с тобой хоть на край земной. Босиком за счастьем по следам твоим. Мы одной, с тобой связаны судьбой. Ты моя душа, мой целый мир. Босиком за счастьем по следам твоим. От тоски, от грусти меня укрой. И согрей теплом своей любви. Мой родной, с тобой хоть на край земной. Босиком за счастьем по следам твоим. Связаны судьбой. Ты моя душа, мой целый мир. Ты моя душа, мой целый мир.
Ես վստահ եմ, որ հենց հիմա շատերը ավելի մոտ են նստել եւ ձայնը բարձրացրել են, շատերը սպասում են, որպեսզի րոպե չկորցնելով ներկայացնեմ իմ սպասված հյուրին, որը կիմանանք րոպեներած թե որտեղից է ինձ մոտ տաղավարում, հեղինակ կատարող, ստեղծագործող եւ հաղորդավարուհի Ելենա Իլանգն է ինձ մոտ տաղավարում։ Լեն ջան, ողջույն։ Привет, Диана ջան։ Ես ասեմ Ելենա թե Լենա։ Ելենա, շատ լավ։ Ես չեմ վախենա հեռուստադիտողին կարող եմ ասել, որ դու ընդամենը մի քանի օրով ես հայրենիքում հատուկ նաև գործով, բայց որ որոշել ես, այսպես ասած, քո նոր տեսահոլովակի հայաստանյան պրեմիերան վստահում 21 TV-ին եւ Ակոպովնային, ճիշտ եմ, չէ՞։ Այո։ Շատ լավ։ Տեսահոլովակը ամսի 29-ին ծնվել է արդեն YouTube-ում է։ Այո։ Րոպեներանց մենք պրեմիերան կկազմակերպենք, բայց ես այստեղ ուզում եմ սկսել ամենասկզբից, որտեղից է եկել Ելենան, ես դեռ շատ բան գիտեմ։ Եվ ամենակարևորը, ինչքան ժամանակ է դու այս ասպարեզի մեջ ես, եւ իմ շատ ընկերներ, ովքեր որ իմացան Ելենան ինձ մոտ տաղավարում է, շատերն ասացին, իմ երգը ինքն ա գրել, գիտես, դա ինձ մոտ արդեն բացահայտում էր։ Դե հիմա սկսիր պատմել ինձ քո մասին։ Ձեզ ջան, Մոսկվայից եմ եկել մի քանի օրով։ Ճիշտ ասած ամեն անգամ երբ որ գալիս եմ ուզում եմ շատ երկար մնամ, բայց չի ստացվում, որովհետև ընդեղել եմ ստեղծագործում, աշխատում, ու հույսով եմ նորից կգամ, նոր տեսահոլովակ նկարեմ Հայաստանում ու պրեմիերա կանեմ նորից, այդքանը։ Ես գիտեմ, որ բացի այն, որ դու քեզ համար գնում ես, կային իմ ընկերներից, որ ասեցին, կբավականին հայտնի դեմքերի համարել է ստեղծագործել եւ բացի այն, որ ասում եմ մեր տեղացիներից կա նաեւ Ռուսաստանի բնակիչ, չգիտեմ, ում համար ես գրել, գոնե 1-2 անուն, որ մենք էլ փորփրենք տեսնենք այդ երգերը։ Ձենա ջան, դե շատերի համար եմ գրում, լինում է որ երաժշտություն եմ գրում, բառեր եմ գրում, լինում է որ միայն բառեր եմ գրում, շատերին չեմ կարող ասեմ, երևի թե ճանաչվել եմ Վրեմերիկա երգով, որը որ կատարել է Նատաշա Կարալովան, երևի լսել եք Էրնեստ Օգանեսյանի «Девочка моя нереальная», այդ բառեր ես եմ գրել, գեղեցիկ, շատ բառեր, որ ինձ էլ է շատ դուր գալիս։ Այս վերջերս թողարկեց երգ Տիմուր Տիմիրով, որը կոչվում է «Белое платье», երաժշտությունը ու բառեր ես եմ գրել, էլի շատ գեղեցիկ երգ է, ու вообще որ իմ դուրը ինչ-որ մի բան որ գալիս է, это очень, так скажем, ես շատ перфекционист եմ։ Մինչև որ իմ դուրը չգա, ես ոչ մի բան չեմ ուղարկում մարդկանց, երբ որ իմ դուրը գալիս է, ուրեմն դուր կգա բոլորին։ Բոլորին չասեմ, որովհետև շատ են։ Երբ որ ինձ մոտ տաղավարում կան շատեր, ինձ կհիշեցնեն, որ Դինա Ելենան է ինձ համար գրել երգ, այդ երգիչներին ուղերձ դեպի։ Դա շատ լավ կլինի, որ իրանք հիշեն։ Դե հիմա կան իսկապես անհատներ, որոնք լուրջ վերաբերվում են ձին, եթե մենք գումար ենք վաստակում, դա առաջինը վաստակն է մեր, ասենք, այն երգանի, որ այս երգը տվել է, հա, մեզ։ Այդ կարևոր երևույթ է, բայց կան, որ ուղղակի հիշում են ռեժիսորին եւ անցնում են։ Մի հարց, Ելենա Իլանգ։ Սկսենք այդտեղից։ Ինչի Իլանգ, դա կրճատը ազգանուն է։ Կրճատել եմ, այո, իմ ազգանունը Իլանջյան է, Ելենա Իլանջյան։ Կրճատել եմ, որպեսզի մարդկանց հեշտ լինի, այո, բեմական լինի, որտեվ Ռուսաստանում շատ անգամ ոչ կարողանում են գրեն, ոչ կարողանում են արտահայտեն իմ ազգանունը, չգիտեմ ինչի, եւ ոչ միայն ռուսները, այլ հայերն էլ։ Լուրջ։ Հա։ Դրա համար կրճատեցի, բայց ասեմ, որ Իլանգն էլ, ոնց ասես ասում են։ Էլ Իլանգ, էլ ոնց ասես, ասում, չգիտեմ։ Դե լավ, այդ թողնենք երկրորդականը, կարևորը Ելենան հիշեն, մնացածը կանցնենք։ Նոր տեսահոլովակից եմ ուզում ինձ պատմես եւ երգի մասին, եւ ռեժիսորայի, որտեղ է նկարվել, մի խոսքով հետո պրեմիերան անենք։ Արի սկսեմ նրանից, որ այս երգը, որը ես ներկայացնում եմ, Հոբ Նանինայ, այդ երգի հեղինակը ես չեմ։ Երգի հեղինակը Վահե Մովսիսյանն է։ Սա իմ երևի բացահայտումն է իմ արվեստի մեջ, որտեվ առաջին անգամ եմ sense հայերեն երգ ներկայացնելու, ինձ թվում է, որ ժողովրդին պետքա դուր գա, որտեվ շատ ուրախ, շատ պարային, շատ զվարթ երգ է ու ասեմ սկսեմ նրանից, որ տարբեր մարդիկ են մասնակցել այս երգի մեջ դրել իրենց սիրտը, հոգին, ցիկավորում արել է Սոսո Հայրապետյանը, շատ սիրուն զուռնա է նվագել Ավագ Մարգարյանը, կլարնետը նվագել է Աշոտ Եգորյանը, միքս մաստերինգը Ազատ Զաքարյանը, բոլորը տարբեր քաղաքներից, ուրեմն
Իսկ նկարահանումները այստեղ են եղել Ռուսաստանում, որտեղ եղել։ Չէ, նկարահանումները եղել են Մոսկվայում, ու երևի թե ես ուզեցել եմ Մոսկվայում ցույց տամ, որ ինչով են զբաղվում մեր հայերը։ Բոլորը նկարվել են իմенно Մոսկվայում հայերը, որոնք զբաղվում են տարբեր բնակավարներում։ Ես նկարել եմ գեղեցիկ ռեստորանային կոմպլեքս Գրիլգրադ, որտեղ որ շատ հայեր են գալիս, այնտեղ աշխատում են հայեր, պովերներն են հայեր, օֆիցիանտներն են հայեր։ Ներկայացրել եմ մեր հայերին տարբեր բնակավարներում, որոնք որ աշխատում են, շատ տաղանդավոր են ուրիշ բնակավարներում ու սիրում են հայկական երաժշտություն։ То есть այդ երգը ես ավտոյով գնում եմ, տեսա հոլովակի մեջ, ով լսում եմ երգը, սկսում եմ ուղղակի ապարել։ Գործը թողնում եմ ու սկսում եմ ուրախանալ ապարել։ Ու ճիշտ ասած Մոսկվայում հենց այդտենց է։ Հայերը շատ են սիրում ուրախանալ։ Մենք այնտեղ շատ ենք աշխատում, ժամանակ չունենք ուրախանալու։ Դրա համար Այն որ ասում եմ, երբ որ հնչում է հայկական հարազատ երաժշտություն, ամեն ինչ թողնում ենք, սկսում ենք ուրախանալ, որովհետև կյանքը կարճ է, բայց շատ գեղեցիկ։ Քանի որ բավականին լուրջ ճակերտներ բացեց, մեկ հարցից հետո կազմակերպում ենք պրեմիերան։ Իմ շատ ընկերներ ինձ ասել են, որ դու տարբեր ոճերի մեջ ես հանդես գալիս, բնականաբար։ Դա փաստով դուրս է գալիս, ա նաև պրեմիերայի քո ոճի առումով։ Այո։ Այնպես որ առիթատերերը թող ավելի մոտ նստեն, որովհետև վստահ եմ լավ երգ ենք ձեզ համար բերելու, ինձ մոտ միշտ հետևում են մեզ ռեստորանի համալիտը, նորեններ, այսպես ասած, մյուզիկոլերը, միշտ ասում են Ձին ինչ կա, ասում եմ նոր բան եմ բերել ձեզ համար, այնպես որ նորությունը արդեն եկել է քո թույլտվությամբ պրեմիերան կազմակերպենք, այնպես որ 21 TV-ի եթերում տեսահովակի պրեմիերա, մեր հայրենակցուհի Ելենան է երգում, վստահ եմ ավանելուց հետո կմտնեք նրա YouTube-յան էջ, նաև կլայքեք, ձեր կոմենտը կասեք եւ տեղեկացնեմ, որ այս տեսահովակը դեռ բազմիցս դիտելու եք նաև մեր ծրագրի շրջանակում, այնպես որ տեսահովակի պրեմիերայից հետո վերադառնում ենք տաղավար, անցնում ենք բուն թեմային։ Fanենք այսօր այստեղ վաղը այնտեղ Արեք բարենք լավ քեֆանենք այսօր այստեղ վաղը այնտեղ Քեֆանող ու տող խմողի քեֆը թող չպակասի ու տող խմող քեֆանողի քեֆը թող չպակասի Հոպ նանի նայ նանի նայ իմանուշ յանանուշ յան Հոպ նանի նայ նանի նայ արի բարենք իմ ջիգար Հոպ նանի նայ նանի նայ իմանուշ յանանուշ
Jean-Claude Van Damme-ն է։ Avo, давай. Ապրես։ Մի հատ Вообще առանձին огонь. Молодцы, да։ Давай еще раз. Չենք լավվում։ Ամեն ինչ նորմալ է։ Ոչ, չուն։ Ախտերնի խանգարել։ О, молодец, да. Сегодня гуляем. Это есть. Тихо, спокойно. Поехали, пишем. Девушка, стоп. Что вы там делаете? Во, кажется, что не получается. Եկեք բարեք լավ կեփանենք այսօր էստեղ վաղը ընտեր Отлично, играл. Все, стоп. Давайте, папа. Դե ինչ տեսալվակի պրեմիերա տեղի ունեցավ, ես վստահ եմ շատերը այս ընթացքում ձայն ավելի են բարձրացրել եւ ասում են մերոնք լավն են էլի տենց արտահայտությունը վերջի ժամանակատվածում շատ է հնչում, իսկ ես շնորհավորում եմ Ելենային հերթական անգամ։ Նախ շնորհակալ եմ, որ որոշել ես նաեւ հանրապետության միակ երաշտական հեռուստալիքին վստահել, ինչը բավականին հաճելի է։ Եվ մի երկու հարց, որից հետո վստահ եմ այս երկի պրեմիերան է կկազմակերպենք մեզ մոտ տաղավարում։ Դու հենց հիմա ստեղծագործում ես եւ աշխատում ես շատ իմ նաեւ ընկերների հետ։ Նաեւ այն մարդկանց հետ, ովքեր որ նոր սերունդ են, մտնում են, որ ասում են նոր այս աշխարհը։ Ինձ հետաքրքիր է, ես գիտեմ, որ նաեւ դասավանդում ես։ Այս առումով եմ ուզում հարցը տալ, ինչքանով ես կարողանում նաեւ ուղղություն տալ այն սերունդին, որ գալիս է ու միանգամից ուզում է երգել 6-8, որ ռեստորանում լավ գործ ունենա։ Լինում է դեպքեր, որ ասում ես, այս քոնը չի։ Անկեղծ։ Շատ լավ հարց ես տալի, ընդհանրապես ինձ որ տենց հարց են տալի, ես ասում եմ, որ լինում են տենց հիմա, ասենք մեր ջահելությունը կարա ինչ-որ մի երկձայնագրի, միանգամից արտիստ դառնա, աստղ դառնա, շատ դիտումներ ունենա, չէ, բայց ես կարծում եմ, որ մարդը պետք է լինի պրոֆեսիոնալ, թե երգի մեջ, ամեն ինչի մեջ, հա, երբ որ դա ճիշտ ասած մի քիչ ինձ թվում է այդ մարդիկ մի քիչ տրավմա կստանան, պսիխոլոգիչեսկի ինչի ասեմ, որտեվ ասենք իրանք շատերը, շատ մեր երգիչները, ովքեր որ, կոնկրետ չեմ ասում մասին, ովքեր որ տենց դարել են, գոյություն ունի երկարվեստի մեջ, վոկալի մեջ շունչ, ասենք ճիշտ պոզիցիա, հա, ձայնդ ոնց ցույց տաս, ոնց երգես, շատ բաներ կա, ամեն ինչի մեջ կա ինչ որ պրոֆեսիոնալիզմ, չէ, ամեն բնագավառում։ Այո, ես կարծում եմ, որ պետք է ամենազրոյից սկսես, то есть Դե ուզում ես երգես, այո, սովորես այդ ամեն ինչ, որ վաղը մյուս օր դու դառնաս, կանգնես բեմի վրա, դաժե ֆանագրամայի տակ, եթե դու երգես, բայց լինի ինձ, որ դու չպետք է ֆանագրամայի տակ երգես, դու քեզ կարողանաս ցույց տաս ու ժողովուրդը քեզ ծափահարի, որ դու իրոքից պրոֆեսիոնալ ես, որ դու կարող ես երգել ֆանագրամայով, առանց ֆանագրամա, չգիտեմ, առանց միկրոֆոն, որ դու ցույց տաս դու ինչ կարողություններ ունես, ինչ տաղանդ ունես։ Ու ինձ թվում է ամեն մարդ կարող է սովորել երգել, բայց ամեն մարդ չի կարա տաղանդ ունենա, ասենք զգա երգը, արտահայտի երգը։ Հիմա տեխնիկա ունենք, աշխարհը չունի։ Չէ, գիտեք, որ կարող են բոլորը երգեն։ Այսօր ինձ էլ են տենց բան ասում, ասենք որ բեմին կանգնում ես, երգում ես, պարացնում ես կամ ինչ որ ցույց ես տալի, ասում, հա դե ինչ ես անում, որ նոթբուքը բացում երգում ես։ Ճիշտ ասած, դա տենց չի։ Այդ բեմին կանգնել կաբլուկներով, շեշտեմ, կանգնել, ժպտալ, ցույց տալ, այդ էներգիան տալ, երգը դա միայն ձայնը չի, որ դու ձայն ես տալի, պրոստը երգում ես։ Արտիստիզմ, ձայնը դա էներգիա է, կարող է դու ունես վատ վիճակի մեջ ես գտնվում, բայց դուրս ես գալի բեմ, դու արդեն պետք է արտիստ լինես, մարդկանց ուրախացնես, այդ էներգիան տաս, որ իրանք այդ էներգիան ընդունեն։ Կարող է դա տխուր երգ է, այդ տխուր երգը նենց անցկացնես քո հոգով, որ մարդ փշաքաղվի, զգա, որ դու զգում ես այդ երգը։ Այդ ամեն ինչը, դա արդեն մի քիչ ոնց որ տաղանդ պետք է լինի, զգացողություն պետք է լինի։ Բոլորդ գիտեք, բայց քանի տոկոսն է հետևում ձեր խորհրդին։
Ինձ թվում է ով որ այդ խորհրդին կհետևի, ինքը կդառնա իսկական արտիստ, որովհետև եթե դու չլինես պրոֆեսիոնալ, եթե դու չաշխատես քեզ վրա, վաղը մյուս օր դու կկոտրվես։ Դե ասում եմ բարձրանալը էշ դա պահելնա բավականին բարդ, մանավանդ դու սերունդը աճում է եւ չեմ սիրում որ ասում են դե մեր հինը ավելի լավն է, հին ուրիշ է, նորն էլ պետքա իր որակի մեջ կա, չէ, իսկ իմ կարծիքով իմ եւ քեզ նման մարդիկ գոնե պետքա մի քիչ ուղղություն տալ, չնայած վերջերս մեզ այն շատերը նեղանում են, ասում են խորհուրդ տալը հեշտ է, ասում եմ ես խորհուրդ չեմ տալիս, ես որպես ականջ եմ ասում հենց հիմա ձեզ, որ ինձ համար տհաճ ես չեմ կարողանում հասկանամ ձեզանից որ մեկն է երգում իր ձայնով, քան որ բոլորի տեղը երգում է ռոբոտը։ Հիմա էլ ամեն ինչ ունենք են որ ասում Աստված չի խնայել, հա։ Այնպես որ ես էլ որ երգեմ, հույսով եմ չեք նեղվի, որովհետև իմ ձայնը ինչ որ չափով նաև մշակված է։ Եվ վերջում էլ ուզում եմ միջև բուն թեմային անցնել են իմ սիրած պահերը լինելը։ Աշխատանքը վերջացնում ենք, գնում ենք Ռուսաստան, Մոսկվա։ Ինչ կիսատ գործեր ունենք, ինչպես պատրաստում են տեղ անել, կա շարունակություն, չէ՞։ Ձենա ջան, այս առաջի երգն է, այս ոճում, որ ես թողնում եմ, դրանց դու գալիս են նոր երգեր այս ոճի մեջ։ Ես վերադառնում եմ նորից Հայաստան։ Կարողա որ գաս Հայաստան մի այնպիսի գործ անես, որ նկարես Հայաստանում։ Հենց տենց էլ ուզում եմ անեմ։ Լավ կլինի։ Ինչ եմ գալի Հայաստան նկարում, որովհետև համագործակցելու եմ Հայաստանում երաժիշտների հետ, որ ես միասին անում ենք այս պրոյեկտը երգի։ Հասկացա։ Դե չեմ ուզում ասել ում հետ, որովհետև վստահ եմ, որ ասում օբշի դրուժբան շատ է, ընկերները շատ են լինելու, բայց եւս այս բոլորից հետո ասեմ, որ մենք ունենք օրվա հոբելյարներ, որ ամենաշատը, երբ որ իմանում են ինձ մոտ տաղավարում երգիչ կամ երգչի, սպասում են այդ պահին, այն որ ասում են ծնունդը կամ սկսում են, կամ ամփոփում են Հակոբովնայի հյուրով։ Տեսախցիկը քոնն է, ես խնդրում եմ նրանց օրվա բոլոր հոբելյարներին շնորհավորես, հետո անցնենք իմ սիրած պահին։ Հոբելյարներ ջան, շնորհավորում եմ այսօր ձեր նշանավոր օրվա արդիվ։ Ուզում եմ ցանկանալ, որ դուք լինեք երջանիկ, ամենակարևորը։ Ոնց եք լինում երջանիկ, այդ արդեն դուք որոշեք, որտեվ ամեն մարդ, որ գալիս է այս աշխարհ, ունի մի միսիա կատարելու, որ լինի երջանիկ այս կյանքում։ Ուրախացեք, ապրեք նենց ոնց որ դուք ուզում եք, արեք այն ինչ որ դուք ցանկանում եք, թող բոլոր ձեր երազանքները իրականանան։ Շնորհավորում եմ։ Իսկ այսքանից հետո էլ ավելի մոտ եք նստում, ձայնը բարձրացնում եք, որովհետև հատուկ ձեզ համար երգում է մեր Ելենան։ Pareng laf kefaneng esor estեղ վաղը ընտեղ Արեք pareng laf kefaneng esor estեղ վաղը ընտեղ Kefan och doch magi kefet och